բոլորին, ձեր հետ եմ Աշան։ Այսօր մտածել եմ շատ հետաքրքիր վիդեո, որը ձեզ հաստատ պետք է որ դուր գա։ Ես պատասխանելու եմ անիվը, ինչ գույն կնի, այդ գույնով պետք է սնվեմ ամբողջ օրը։ Նախաճաշ, ճաշ, ընթրիք պետք է լինեն այդ մեկ գույնով։ Մի անգամից ասեմ, որ դնեք լայքերը, բաժանորդեք գալիքին, աջակցեք, դա շատ կարևոր է։ Եվ մեկնաբանություններում նույնպես աջակցեք ինձ, իսկ մենք տեսնենք թե ինչ գույն կընկնի եւ այդ գույնով պետք է սնվեմ 24 ժամ մեկով։ Ինչ արդեն ժամանակն է պատասխանելու անիվը, ես շատ լարված եմ։ Անկեղծ կցանկանամ ինչ որ այնպիսի գույն, որը շատ կա ուտելիքների մեջ, ինքը բնական գույն է։ Եկեք տեսնենք թե ինչ է մեզ ընկնում։ Մենակ թե նորմալ բան խնդրում եմ, ինչ անում։ Շատ եմ լարվում, ամենակարևոր բանն է, այսօր ամբողջ օրը կապված է միայն այդ գույնի։ Դեղին, եղեք չգիտեմ, դեղինը լավ գույն է, թե վատ, հեշտ է, թե վատ։ Եվ նաև մեկնաբանությունների բաժնում գիրեք դուք արդյոք սիրում եք իմ ուտելիքային վիդեոները, թե ոչ, երբ ես պատրաստում եմ ինչ-որ բան կամ փորձում եմ։ Իսկ մենք հիմա արդեն պետք է ձեր հետ միասին որոշենք թե ինչ պետք է պատրաստենք դեղին գույնով։ Մեր մոտ ամենաառաջինը դա նախաճաշն է։ Երբ պատրաստեմ կտեսնեք։ Եվ ասեմ, գնել եմ կաթ, ձու, այդ ամիջը գնել եմ այն բանի համար, որ պետք է պատրաստենք փանկեյք, իսկ փանկեյքը դեղին գույն է։ Մի անգամից ասեմ, որ բաղադրատոմսը կարող է լինել տարբեր գույների, կարևորը որ վերջնական արդյունքը լինի դեղին։ Կարող եմ ես օրինակ այս սուրճի մեջ լցնել կաթ, բայց այդ կաթից հետո պետք է նա լինի դեղին։ Իսկ եթե չլինի դեղին, ուրեմն ես չեմ կարող լցնել այդ կաթը։ Եթե չեք հասկացել, հիմա արդեն ամեն ինչ կհասկանաք։ Տեսնում եք, ես արդեն այսպեսի ձևով խառնում եմ։ Իսկ հիմա շատ համով ստացվի։ Մի շերեփ եւ այդ շերեփով լցնում եմ։ Դե ինչ ոնց տեսնում եք, հենց այսպիսի պղպջակներ է լինում, արդեն կարող ենք շուռ տալ։ Եկեք հիմա շուռ տանք։ Մի անգամ էլ կանեմ այս process-ը եւ ձեզ կվերադառնամ։ Դրան համար որոշեցի անել այսպիսի տոնածառով բլիթ։ Եվ մեր տոնածառը ստացվել է այսպես։ Եկեք հանեմ։ Ձևով քսում ենք դեպ։ Ձևով վարձնում։ Պատրաստում եմ փոքր բլիթներ։ Նախաճաշը դեղին գինով արդեն պատրաստ ենք, իհարկե մի քիչ ավշտն անեն ջագունը տակ, բայց ոչի դուսնումը նոր հոթը կներեք ինձ, ընդհանրապես։ Մենք բոլորս ենք որ ինքը որ գունի անենց որ այդ նորմալ է, մի քիչ բարդ է։ Որոշեցի սարքել սմետանա եւ կրեմ, ոնց տեսնում եք ես այստեղ դրել եմ սմետան եւ շաքարավազ եւ հիմա կխառնենք սա մեր կրեմը բլիթի համար։ Եկեք արդեն փորձենք, վերցնենք մեր բլիթը, այսպես թաթախենք մեր կրեմին։ Շատ համեղան համունի, հինատում 10-ից 10։ Ոնց տեսակ համ տեսեցի փանկեյքները, ուտել բանան եւ խմել սուրճ։ Սուրճը ուզում եմ պատրաստել սառը կաթով։ Ավելացնում ենք մի անգամից մեր կաթը։ Հալիլապետ որարեկար։ Որոշեցի գտալի փոխարեն մի անգամից վերեմ բոբոչկային։ Բայց չգիտեմ ինչի կամերան ցույց է տալի ավելի շատ sense բեժովիոտ, բայց իրականում դեղին է։ Համեղ է։ Խմեմ սուրճը եւ կուտենք բանանը։
Եկեք ուտենք նաև բանան, որովհետև բանանն էլ է դեղին գույն։ Դե ինձ հիշում է, որ ես նախաճաշը շատ լավ արեցի ու նույնիսկ կարող եմ գնահատել 10-ից 7, որովհետև իրոք փանքեյքները շատ համեղ էին ստացվել, ես անմահական էին ստացվել, վայելել եմ, սուրճը ուղղակի գժվում է և բանանը, գնահատեմ 10-ից 7, ինձ ամեն ինչ շատ դուր եկավ, ես նվաղում եմ։ Դե ինչ, երկրորդ բանը, որ ես պետք է պատրաստեմ, դա մակարոնն է, մակարոնը չգիտի դեղին գույն է։ Ես որոշել եմ պատրաստել այս ամենը ֆարշով և գազերով, սոխով, սխտորով։ Հիմա ամենասկզբից եկեք գազերը ջոկենք։ Ես ուզում եմ պատրաստել այս մակարոնները սոուսով, այդ սոուսի համար ինձ հարկավոր է սոխ, մեկ հատ և գազեր։ Ես նայել եմ բաղադրող տոմսը, տենց կարող ասել։ Դե ինչ վերջ այսքան ես հերիք է, նայեք մեր մոտ։ Դե ինչ, մեզ մոտ արդեն գազարը կա, այսքան եսում է ինչ հերիք կլինի։ Եվ հիմա արդեն այսպես պետք է փոքր կտրատենք սոխը։ Սոխը կտրատեցի, մանր լցնելու ցույց կտամ։ Եվ մեկ էլ պետք է կտրատենք այդպես մանր, կամ նույնիսկ կարող ենք ջորկել մեր սխտորները։ Սիրել եմ կարագ, դուք կարող եք անել ձեթով, ամենասկզբից այստեղ լցնում ենք սոխը, հետո միանգամից արդեն լցնում ենք այստեղ գազարը, դե ինչ հիմա լցնում ենք արդեն միսը և այնքան ենք եփում, մինչև վերանա խոնավությունը։ Արդեն ոնց տեսնում եք մի քիչ անցել է խոնավությունը, բայց մի քիչ էլ ենք եփում, մինչև լինի։ Այս արդեն շատ համեղ է լինելու, ես վստահ եմ։ Ես հիմա այստեղ երացնում եմ ջուր, սխտորը։ Ամենը իրականում ես ինքս եմ պատրաստում ու ինձ ոչ ոք չի օգնում։ Այդ հետո գալիս է մեր մոտ սև պղպեղը։ Եվ ինձ սև պղպեղը մի քիչ շատ արեցի, առնել եմ սանանում։ Որոշեցի արդեն լցնեն։ Ինչ տեսք ունի հրաշալի։ Եկա որ եփվի և արդեն այսպիսի տեսք է։ Ոյ պետք ինչ իդեալական եմ սարքել։ Ինչ այսպես է վերջնական արդյունքը, պատրաստել եմ ամբողջությամբ ինքս։ Ինձ թվում է, որ լինելու ուղղակի իդեալական, անմահական այդպես։ Ես ասեմ, որ կարելի էր նույնիսկ անել տոմատի սոս, բայց եթե դա անեի, ինձ ավելի շատ կլիներ կարմիր, գազերը կան, իր համար չարեցի։ Իմ որ սենց դեղին լինի, բայց կամերան չի ցույցել է իդել։ Դե ինչ վերջ եկեք փորձենք։ Աղն եմ թվում քիչ արեմ։ Մնացած ամեն ինչը անմահական է։ Եկեք կարելի նստել վայելել։ Եկեք կգնահատեիք 10-ից 10, իրոք շատ համեղ է, բայց շատ եմ տանջվել, իր համար 10-ից 9, որտև ուղղակի 5 ժամ դե կարդած, այս թավեր խառնում ես ունի, ոբշեմ շատ հոգնեցի։ Մեկ բան էլ ասեմ, երբ դու պատրաստում ես ինքդ, իրոք ավելի համեղ է, քան որ ինչ-որ մեկը պատրաստում է, քան որ ճաշեցինք, արդեն երբ կընթրիքի ժամանակը կընտրենք։ Դե ինչ եկավ ընթրիքի ժամանակը, որ ես պատրաստեմ ընթրիք, ֆրի, դա եկավ մտքիս մի անգայից, որովհետև նու էլ չգիտեմ ինչ է կարելի, հենց մամակտավալիկների բաշում գրեք, որովհետև ես իրոք չգիտեմ։ Բերեմ կա։ Եվազրկեցի ոնց ասվեք բոլոր կարտոֆիլը և հիմա պետք է լվանանք։ Միշտ լվացեք, դա շատ կարևոր է ամեն ինչը։ Ֆրին կտրատեցի և հիմա արդեն պետք է այս ամենը
Ես նորից ջրով լվանում եմ, որպեսզի կրախմալը մեջից դուրս գա։ Անցավ ինչ անցավ ժամանակը եւ նայեք, եթե ուշադիր լինեք, դեղին ջուրը դարձել, դա կրախմալն է։ Ինչ ես արդեն լցրել եմ կարագը եւ հիմա արդեն լցնում ենք մեր կարտոֆիլը։ Ես չեմ անում ձեթով, որովհետև ձեթը օգտակար չէ։ Սպասում ենք մինչև պատրաստվի ընթրիքը։ Լինել պատրաստեցի, արդեն վերջացրեցի, բայց եթե ճիշտ ասեմ, ես չեմ ուզում տամ,